Ադրբեջանի երկաթուղիներն ավարտել է Նախիջևանում երկաթուղային ենթակառուցվածքների վերակառուցման եւ արդիականացման նախագծային աշխատանքները։ Ընկերության փոխնախագահ Արիֆ Աղաևը նշել է, որ ներկայումս շինարարություն է սկսվել Հայաստանի հետ սահմանի մոտ Օրդուբադի շրջանի Սալամելիք կայարանի տարածքում։ Շինարարական աշխատանքները ներառում են 188 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գիծ։ Նպատակ ունենք ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր երկաթուղային ցանց։ Վերանորոգման ավարտից հետո երկաթուղու տարեկան թողունակությունը կկազմի 15 միլիոն տոննա, մանրամասնել է Պաշտոնյան։ Նա հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել է TRIP-ի վերաբերյալ համաձայնագիրը, որի շրջանակում կվերականգնվի երկաթուղային հաղորդակցությունը, դառնալով հյուսիս-հարավի հիմնական ճյուղերից մեկը։ Ադրբեջանի եւ Գերմանիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ։ Կանցլերն ընդգծել է, որ Բեռլինն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանը։ Ալիևն էլ հավատացրել է, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու եւ ամրապնդելու համար։ Հարավային Կովկասում զարգացումները քննարկել են նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։ Ըստ հաղորդագրության անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։ Օրակարգում է եղել նաև Դաշինքի եւ Բաքվի հարաբերությունների զարգացման հեռանկարը։ Նյու Դելիում հանդիպել են Ռուսաստանի եւ Հնդկաստանի ղեկավարները։ Նարենդրա Մոդին պատմական է որակել Վլադիմիր Պուտինի այցը։ Նա գոհունակություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են։ Հնդկաստանի վարչապետը նշել է, որ ռուսական կողմի հետ պարբերաբար քննարկում են ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Աջակցում ենք խաղաղության հաստատմանը եւ այդ ուղղությամբ բոլոր ջանքերին, ընդգծել է Մոդին։ Պուտինն էլ նշել է, որ Մոսկվան տարբեր գործընկերների, այդ թվում Վաշինգտոնի հետ աշխատում է հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Կրեմլի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև Նյու Դելիի ջանքերի համար։ Խոսելով Հնդկաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, Պուտինը հայտնել է, որ զարգացնում են գործակցությունը տնտեսության, առևտրի, բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի, տիեզերքի, արհեստական բանականության եւ այլ բնագավառներում։ Վստահելի հարաբերություններ ունենք, այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում, շեշտել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը տեղեկացրել է, որ կողմերն աշխատում են Նյու Դելիի եւ Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ։ Նաեւ Մոսկվան հանձնառու է ապահովելու Հնդկաստան վառելիքի անխափան մատակարարումները, մանրամասնել է Կրեմլի ղեկավարը։ Բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել, որն ուրվագծում է քաղաքականության, անվտանգության, տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում հետագա գործակցության հեռանկարները։ Սպիտակ տունը ներկայացրել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարությունը, որում ի թիվս այլնի ընդգծվում է ռուս-ուկրաինական կարգավորման եւ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների բարելավման կարեւորությունը։ Ամերիկյան քաղաքականությունը ենթադրում է Եվրոպայում կայունության պայմանների վերականգնում եւ ռազմավարական կայունություն Ռուսաստանի հետ հարաբերություններում, ասված է փաստաթղթում։ Նաեւ ռազմավարության համաձայն զանգվածային միգրացիայի դարաշրջանը պետք է ավարտվի։ Սահմանային անվտանգությունը ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչն է, պետք է պաշտպանենք մեր երկիրն, այդ թվում ահաբեկչությունից, թմրանյութերից, լրտեսությունից եւ թրաֆիքինգից, նշվում է ռազմավարության մեջ։ Վաշինգտոնը մտադիր է փոխել Չինաստանի հետ առևտրային հարաբերություններում հավասարակշռությունը եւ դաշնակիցների օգնությամբ հակազդել Պեկինի գործողություններին, ինչպես նաեւ կանխարգելել Թայվանի շուրջ հնարավոր լարվածությունը։ Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, ըստ ռազմավարության տարածաշրջանի գործընկերները հանձնառու են արմատականության դեմ պայքարին եւ ամերիկյան կողմը խրախուսում է այդ միտումը։ Միացյալ Նահանգները նաեւ ցանկանում է ընդլայնել Աբրահամյան համաձայնագրերը։ Դիանա Գասպարյան, լուրեր։